Տատիկ, երբ դու որ փոքր էիք, ոնց էիք նշել համբարձման տոնը։ Համբարձման տոնը, Աննա ջան, մեր ժամանակներում նշում էինք հետևյալ կերպ. մեր թաղի երեխաներով, աղջիկներով, տղաներով հավաքվում էինք, որոշում, թե ով պետք է լինի հարս էինք ընտրում, հագցնում էինք հարսին համապատասխան հագուստ, քողով, այդպես, ինչպես իսկական հարսը կլիներ, և այդպես հարսին մեր առաջն արած, հետևից մենք մնացած երեխաներով, աղջիկներով, տղաներով, երգելով գնում էինք տնետուն ու գովերգում էինք տվյալ տան անդամներից որևէ մեկին կամ ում որ ուզում էր տվյալ տան ապրողները գովերգում էինք ու երգում էինք, դա կոչվում էր այդ մեր միջոցառումը համբարձման տոն, այսինքն ջանգյուլում էր նաև, կոչվում էր նաև ջանգյուլում, այդպես էինք ասում, հիմա չգիտեմ ինչպես դուք ասեք, և գովերգում էինք ու այսպես Իսկ տատիկ, ինչ էիք երգում, կթվարկես։ Երգում էինք գովերգման երգեր, ասենք, եթե այդ տանը կար աղջիկ, որ դեռ չէր ամուսնացած կամ տղա, գովերգում էինք տվյալ աղջկան կամ տղային, ասում էինք, այսպեսի երգ էինք երգում, գովենք, ասենք թե այսպես, սիրուն Աննային գովենք, ջան, գյուլումը ջան, ջան, սիրուն Աննային գովենք, այդպես երգում էինք, հետո տան տիկինը մեզ բերում էր բաներ տալիս, ասենք, ուտելիքներ, քաղցրավենիք, թխվածք, ձու, բրինձ, ասենք, ուտելիքներ, մենք էլ մի աման հետներս երեխաներով մեկը ամանն պահում էր այդպես, շորով ծածկած սինի, այդ ուտելիքները լցնում էինք այդ ամանի մեջ ու տես տնետուն գովերգելով տվյալ այդ համապատասխան տան անդամներին գովերգելով, մեր ուտելիքները հավաքում էինք, այդպես ու վերջացնելուց հետո գնում էինք մեկն ու մեկի տուն, որտեղ որ հարմար կլիներ ու այնտեղ տվյալ տան մայրիկը, տատիկը հավաքած այդ մթերքներով մեզ համար ճաշատեսակներ էր պատրաստում, համով, սեղան էինք գցում բոլորով, նստում էինք և ուտում էինք այդ ուտելիքները այդ օրը, բայց միևնույն ժամանակ մենք մի փոքրիկ սափորել էինք պահում մեր հետ, այդ սափորի մեջ ամեն տուն տան անդամը, չամուսնացած աղջիկ կամ տղա, սափորի մեջ ջուր էր լինում, այդ ջրի մեջ գցում էին, մտքների մեջ մի հատ բան էին պահում իրենց մտքում, 7 սարից 7 ծաղ, այո, 7 աղբյուրից հավաքած ջուր էր լինում, ծաղիկներ էր լինում մեջը, ամեն մեկը իր ցանկություն էր պահում իր մեջ ու կոճակ, ուլունք, ինչ-որ մի բան, ամեն մեկը պետք է հիշի ինքը ինչ ա գցել այդ սափորի մեջ, գցում էին, որ մի որոշ ժամանակ հետո, դա վիճակ էր կոչվում, վիճակ էինք ասում էլի, այդ սափորը բերում էինք ու բաց էինք անում, հետո մի գիրք կար համապատասխան, մեջը գրած էր բարեմաղթանքներ, մաղթանքներ, գիրքը բաց էինք անում, այդ մաղթանքներով ձեռքով մտնում էր մեկը, սափորի մեջից հանում էր այդ մի բան, գցած բաներից մեկը հանում էր ու ասում էր սա ումն է, ասենք այս կոճակը դեղին է, ինչ-որ գույն է, ասում է ինչ-որ մեկն ասում էր իմն է, քոնն է ու բացում էինք պատահական մի հատ էջ, մի հատ քառյակ, կարդում էինք իրա վրա, դա կոչվում էր վիճակ հանել, ասում էինք վիճակահանություն ենք անում էլի, Էդ էլ այդպես ձեզ էր Աննա ջան։ Իսկ ինչ խաղեր եք խաղացել։ Այդ բանի ժամանակ, համբարձման տոնի ժամանակ, դե ինչ էինք անում, բանը,
չի հիշում ճիշտն ասած խաղերը, բայց երեխաներով ուրախանում էինք, վազվզում էինք, բռնոցի էինք խաղանում, ասենք, եթե այնտեղ էր լինում, որ դաշտ էր լինում, կանաչապատ, բան, այդպես մարգագետին էր լինում, թռչկոտում էինք, վազվզում, բռնոցի խաղում, ուրախանում, պարում, երգում։ Իսկ ինչ պարել էիք պարում։ Հայկական ժողովրդական պարեր, օրինակ, այնտեղ մենք ունեինք ծաղկեփունջ պարը, ունեինք Սևանի պարը, շատ ընդունված էր մեր ժամանակներում այդ պարերը երեխաներով, շատ աղջիկներով շատ էինք պարում այդ պարը ծաղկեփունջը, հետո ծաղկեպ բան էինք ծաղիկներից պսակ էինք հյուսում, մենք աղջիկները բոլորը մենք դնում էինք ծաղիկ մեր գլխներին այդ օրը անպայման, բոլորս մեր գլխին ծաղկե պսակներ էինք ունենում հյուսած, այսպես